մեր սիրելի հայրենակիցներին եւ մենք եկել ենք շատ կարևոր ուղերձներով եւ մեր ամենակարևոր ուղերձը, որ մենք այս նախընտրական քարոզարշավի ընթացքում հղում ենք մեր սիրելի հայրենակիցներին հետևյալն է. մենք ձեզ բոլորիդ շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատված խաղաղության առիթով։ Եվ այս ընտրությունները իրականում Ժողովուրդ ջան, ընտրությունները շատ հարցեր կան ընտրությունների մասին, շատ հարցեր կան, ընտրությունները բազմաշերտ են, բայց այս ընտրությունների մեծագույն հարցը հետևյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնելու իր խաղաղությանը, տեր է կանգնելու իր պետությանը, տեր է կանգնելու իր ապագային, տեր է կանգնելու իր անկախությանը։ Այսօր շատ է քննարկվում եւ շատ են քննարկում ասելով, թե ինչքանով է խաղաղությունը, որի մասին ես ասում եմ իրական, ինչքանով է խաղաղությունը հուսալի, ինամսա երեխայի նկատման եթե ժողովուրդը տեղ լսվում է իմ ձայնը, այդ վերջ այդ կողմում լսվում է իմ ձայնը, ով է լսում թող ձեր բարձրացնի այդ հետևը, ըտեից հետո չի լսվում փաստորեն, ինամսա մանուկի նկատմամբ եթե խնամք չտանենք, այդ ինամսա մանուկը չի ապրի, նույնն է խաղաղությունը։ Այս է պատճառը, որ մենք անդադ ասում ենք, որ խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, եւ մենք հույս ունենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները կգնան ընտրական տեղամասեր եւ տեր կկանգնեն խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ. ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է հասկանալ ինչու են քվեարկում 16-ին, որովհետև այդ քվեարկությունը ինքնանպատակ չի, իսկ քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Տաշիրին, Լորվա մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ժողովուրդ այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրությունն է հրապարակել եւ այդ հերթական ձայնագրությունը,
որը վերաբերվում է ուժեղ Հայաստան կուսակցությանը, դե նորություն չկա, այն որ փող են բաժանում, բայց այստեղ շատ կարևոր երկու առանձնահատկություն կա, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Այդ առանձնահատկությունն են է, որ այդ կուսակցության շտաբում խոսում են եւ մարդկանց փող տալու եւ փող վերցնելու գործողությունը համեմատում են զուգահեռ են տանում անառակաբարո գործողությունների հետ եւ քաղաքացում փող տալու գործընթացը համեմատում են պատկերավոր ասած մարմնավաճառի հետ հարաբերությունների մեջ մտնելու հետ։ Սա իրական պատկեր է եւ շատ հաջորդ ամենահատկանշականը այն է, որ այդ մարդիկ իբր մեզնից պաշտպանում են Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, հələ տեսեք իրանց գրասենյակներում ինչ են խոսում եւ ինչպես են խոսում Ղարաբաղի մեր ժողովրդի մասին։ Ամենավերջին լկտի եւ սանձարցակ սեռական բնույթի բառապաշարով քաղաքացիներին իբր ցուցակներ են կազմում եւ ցուցակներ կազմելու գործընթացը համեմատում են մարմնավաճառի հետ հարաբերություններ մտնելու մեջ, դա նկարագրելով, զուգահեռ տանելով անառակաբարո գործողությունների հետ։ Եվ սա ճշմարտություն է նրանց ընկալման եւ լեզվամտածողության մասին։ Ճշմարտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին։ Ինչ են ասում նրանք։ Նրանք ասում են, որ փող ենք տվել այդ քաղաքացիների հետ, ինչ ուզենանք կարան կանենք։ Փող ենք տվել քաղաքացիների հետ, ինչ ուզենանք կարան կանենք։ Եվ դա զուգահեռում են սեռական բնույթի գործողությունների հետ։ Այս շատ հատկանշական պահ է, որովհետև ցույց է տալիս նրանց վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, ցույց է տալիս նրանց իրական վերաբերմունքը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ, որ իրանք եւ սա քրեական օլիգարխիայի ամենաբնորոշ հատկանիշն է, մարդկանց վերաբերվել որպես ապրանքի, մարդկանց վերաբերվել որպես առուծախի ենթակա ապրանքի եւ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին մարդը այլևս առուծախի առարկա չէ Հայաստանի Հանրապետությունում մարդը առուծախի առարկա չէ եւ Հայաստանի Հանրապետությունում ես չեմ հավատում որ ժողովրդին կարելի է գնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին հնարավոր չէ գնել բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է այդ վիրավորանքի համար պատասխան տա քրեա օլիգարխիկ ռեժիմին, կալուգացիների, երևանցիների, առնցիների եւ որտեղից են լինեն կարճ ասած, կապ չունի որտեղից են։ Ցանկացած մեկը կլինեն նրանք, որովհետեւ այո, այդ շարքերում Երևանից էլ կան, Իջևանից էլ կան, Աբովյանից էլ կան, Վանաձորից, բոլոր տեղերից կան։ Այդ մարդիկ մեր միջից են, բայց այդ մարդիկ մեզնից մեկը չեն, այդ մարդիկ մեր մեջ թաքնվում են, մեզ ծնկի բերելու, մեր հայրենիքը, մեր երկիրը, մեր քաղաքացիությունը ծնկի բերելու համար, բայց ես ասում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ եւ արժանապատիվ քաղաքացին պետք է իր ասելիքը ասի եւ տեր կանգնի իր քաղաքացիությանը, իր իշխանությանը, իր ձայնին։ Հետո նրանք ասում են դե խաղաղությունը արժանապատիվ չի, խաղաղությունը արժանապատիվ չի, փաստորեն արժանապատիվ դենա ես չեմ կարա նույնիսկ անուղակի վերարտադրեմ այդ բառերը, գնացեք արժանապատիվը փաստորեն էտ է, որ քաղաքացուն փող են տալիս, ասում են դե փողը տվել ենք, հասկանում եք, դրանք խոսում են մեր մասին, մեր քույրերի մասին, մեր եղբայրների մասին, մեր ընտանիքների մասին, ասում ենք փող ենք տվել, հա լավ ենք արել, փող ենք տվել, ուրեմն ամեն ինչ կարանք անենք, ամեն ինչի տակ
նկատի ունենալով ամենավերջի անառակաբարո գործողությունները եւ Հայաստանի ժողովուրդը այս տակներին պետքա ձայն տա համարելով որ նրանք իրենց մարմնավաճառի տեղ են դնում եւ ժողովուրդը պիտի գնա այս խոսույթի հետևից ես չեմ կարող դրան հավատալ եւ ինչով է տարբերվում մեր խոսույթը նրանց խոսույթից մեր գաղափարը նրանց գաղափարից մենք այսօր եկել ենք ասում ենք մի բան Ժորժան, մենք ձեզ հետ կիսում ենք գաղափարներ։ Դուք գիտեք մեր բոլոր առավելությունները եւ մեր բոլոր թերությունները։ Դուք գիտեք մենք ինչ ենք խոսում, ինչ ենք ասում, նույնիսկ գիտեք ինչ ենք ուտում, ինչ ենք հագնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ ենք վաստակում, որտեղից ենք վաստակում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք ձեզ ասում ենք մի բան, ժողովուրդ, մենք ձեզ կարանք հորդորենք, կոչ անենք, խնդրենք բայց որոշողը դուք եք եւ ինչ որ դուք որոշեք ինչ էլ որ դուք որոշեք մենք ձեր որոշմանը հնազանդ ենթակա ենք որովհետեւ դուք մեր տերն եք դուք մեր տերն եք դուք մեր տերն եք դուք մեր գործատուն եք Առողական զամբյուղը այսօր 65 պլյուս տարիքի թոշակառուները հարյուրներով, հազարներով վիրահատվում են եւ բժշկական ծառայություններ են ստանում, որոնք արժեն 4 միլիոն, 3 միլիոն, 2 միլիոն, այնպիսի գումարներ, որ ուրիշ պայմաններում այդ մարդիկ չէին կարող իրենց թույլ տալ գնալ հիվանդանոց։ Մենք ձեզ 2018 թվականին խոստացանք ասացինք, որ Հայաստանի քաղաքացին չի մնալու հիվանդանոցի դռներին եւ Հայաստանի քաղաքացին չի մնում հիվանդանոցի դռներին։ Այս ամեն ինչը շատ կարևոր է, բայց ինչպես ասացի, առաջիկա ընտրություններում պատմական հարցի պատասխան է տրվելու։ Ի վերջո Հայաստանի Հանրապետությունը ուզում է լինել աշխարհի ծայրամաս, թե Հայաստանի Հանրապետությունը ուզում է լինել աշխարհի կենտրոնում, աշխարհի մաս եւ ընդ որում էդ էլ է կարևոր։ Մենք չենք կարող ժողովուրդ ուզենք, որ մենք լինենք աշխարհի կենտրոն, իսկ մեր հարևանները լինեն աշխարհի ծայրամաս, դեն չի լինում։
Այսինքն տենց հնարավորություն չկա, Տաշիրի ամենակենտրոնական տեղը որտեղ է։ Չէ, որ փողոցն է կոչվում։ Հա? Ասենք Երևանյան 4-ը, լավ հասցեա, չէ, Երևանյան 16-ը, լավ, Երևանյան 16-ը։ Երևանյան 16-ը, եթե ենթադրենք Տաշիրի ամենակենտրոնական տեղն է։ Դուք չեք կարա, դուք ուզենաք դուք ապրեք Երևանյան 16-ում, իսկ ձեր հարևանը ապրի, ասենք Երևանյան 86-ում։ Որովհետև եթե ձեր հարևանը չապրի ամենակենտրոնում, դուք էլ չեք կարող ապրեք ամենակենտրոնում, հասկանում եք։ Այս է ամբողջ սրընթիրը, որովհետև երբ որ մենք ասում ենք մենք Հայաստանը դարձրել ենք աշխարհի կենտրոն, նաև տարածաշրջանն է մեր մասնակցությամբ դառնում աշխարհի կենտրոն։ Ու սա շատ կարևոր է։ Մենք այն անեկդոտից էլ պետքա դուրս գանք, որ ասում է դարդերս քիչեր հարևանս հետ զրովեցա շահ է։ Մենք պետքա դուրս գանք այդ տրամաբանությունից, եւ մենք դուրս ենք գալիս այդ տրամաբանությունից։ Եվ ես նկատի ունեմ, որ հիմա դարակազմիկ մի պատմական ժամանակաշրջանում ենք, ժողովուրդ։ Ընդ որում, այս պատմությունը սկսվել է, այս նոր պատմությունը սկսվել է 2024 թվականի գարնանից, երբ որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերել գնալու խաղաղության հետևից եւ բացառելու պատերազմը, բայց ինչպես կշարունակվի եւ ինչով կավարտվի այս պատմությունը, գիտեք ինչից է կախված։ Կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես, այլով կա այդ մեկ մարդկանցից, այլով կա, ուզում եմ տեսնեմ այդ մեկ մարդկանց ձեռքերը, եւ այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ եւ արժանապատիվ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ ուրեմն 2026 թվականի հունիսի 7-ին ձեզ կոչ եմ անում գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչ են քվեարկում 16-ին, որովհետև քվեարկությունը ինքնանպատակ չէ, իսկ քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Տաշիրին, Լոռու մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ բոլորիդ, շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։